Ողջույն սյունեցիներ ջան։ Նիկոլ Փաշինյանը երկու լավ բան արել մեր հասարակության համար։ Մեկը համապարփակ լյուստրացիա արել, բոլորի դեմքերը պարզվել են, մյուսը սուտ լուր տարածել, որ ես Աղվան Վարդանյանի աղջիկն եմ։ Արդյունքում մենք շատ լավ ընկերներ ենք հիմա։ Շնորհակալություն Նիկոլ Փաշինյան։ Հիմա, քանի որ Սիսիանում ենք, մեր գործընկերը ապօրինի տնային կալանքի տակ գտնվող Արտուր Սարգսյանը բացեց այս հանդիպումը, մենք ողջունեցինք իրան, բայց ուզում եմ մի անգամ էլ բարձր ողջունենք ապօրինի քաղաքական հետապնդման ենթարկվող Արտուր Սարգսյանին, Աշոտ Մինասյանին, բոլոր քաղբանտարկյալներին, սրբազաններին, իրենց մաղթենք ազատություն։ Ազատություն մեր հայրենիքին ու ապօրինի բոլոր կալանավորվածներին։ Ժողովուրդ ջան, իսկապես արտարոց ընտրություններ են, այնքան արտարոց, որ ուր գնում ենք, մեզ հարցնում են, այնքան տարօրինակ հարց են տալիս։ Օրինակ հարցնում են, սահմանադրություն փոխելու եք, թե չեք փոխելու։ Ես վատ երազում չէի կարող պատկերացնել, որ մենք այս կետին կգանք, որ նախընտրական շրջանում կքննարկվի սահմանադրություն փոխելու եք, թե չեք փոխելու, տարածք հանձնելու եք, թե չեք հանձնելու այս դիսկուրսը։ Բայց ինչի ենք եկել հասել այս դիսկուրսին, որովհետև թշնամին, Հայաստանին սպառնացողը պահանջել է, Փաշինյանը ընդունել է ու հիմա ասում է մեր սահմանադրությունը կոնֆլիկտածին է։ Կոնֆլիկտածինը դու ես, քո խոսույթն է և քո վարքագիծն է։ Ու մասնավորապես այն հայտարարությունները, որ ասում ես մեր տիրապետության տակ ադրբեջանական տարածքներ կան, ադրբեջանականն էլ ես ի դեպ դու։ Ժողովուրդ, մի օրինակով, մենք Տիգրան Աշենի մասին շատ խոսեցինք, իհարկե հասկանալի է, որ անընդունելի է նոր տարածքային զիջումները, բայց Տիգրան Աշենը պահանջելը մի պարզ բան է ցույց տալիս, որ ես կարծում եմ մենք բոլորս անդադ պիտի կրկնենք։ Ոչ Տիգրան Աշենը, ոչ Տավուշի գյուղերը Ադրբեջանին պետք չեն, իր համար կենսական չեն, մի քանի քառակուսի կիլոմետր էս կողմ, այն կողմ Ադրբեջանի համար նշանակություն չունի։ Այդ տարածքները Ադրբեջանի համար նշանակություն ունեն այնքանով, որ դրանով կարող են սպանել Հայաստանին, կարող են ակցիանի մեջ վերցնել Հայաստանին, կարող են շրջափակման մեջ վերցնել Հայաստանին, դրա համար է Ադրբեջանը այդ տարածքները ուզում, դրա համար, այսինքն Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չի, մեզ ոչնչացնելն է, էս է այդ պարզ ճշմարտությունը, որը մեզնից թաքցնում ենք ու այդ ծրագրին է, որ մենք դեմ ենք ու կանգնեցնելու ենք, չենք թողելու, որ լինի։ Հիմա մենք հաճախ շատ ենք խոսում բարձր մասնակցությունից, հաճախ նաև ասում ենք, որ գնացել են 2021-ին ընտրել են այս իշխանությանը։ Ես հասկանում եմ այդ զայրույթը մեր, բայց ժողովուրդ չեն ընտրել։ 49%-ն է մասնակցել ընտրություններին, այսինքն անգամ մեծամասնությունը չի մասնակցել, ու այդ մեծամասնության, այդ փոքրամասնության կեսն է, որ քվեարկել է այս իշխանությանը, այսինքն դուք պատկերացնում եք, 25%-ի չափ բնակչությունն է, որ որոշել է 75%-ի ապագան։ Սրա համար ենք ասում, որ մեզ պետք է մեծ մասնակցություն, որ փոքրամասնությունը, որը ավելի ագրեսիվ է, այո, գուցե վախեցած է վարչական ռեսուրսից, տարբեր պատճառներից, իրենք գնալու են ընտրության, բայց եկեք այս անգամ չթողնենք, որ փոքրամասնությունը որոշի ապագան, եկեք մենք լինենք մեծամասնություն, եկեք 10%-ով բարձրացնենք այս մասնակցության թիվը, հաջորդ 2 շաբաթների ընթացքում, այստեղ հսկայական ներուժ կա, մենք բոլորը շփվելու ենք տասնյակ մարդկանց հետ, իրենց համոզենք, այս թեզերը բացատրենք, ներկայացնենք իրավիճակը, համոզենք գնալ ընտրության ու այնպես անենք, որ այս անգամ փոքրամասնությունը չորոշի մեծամասնության ճակատագիրը, դա է մեր խնդրանքը ձեզ։ Ու վերջում Վաղը ասում են, որ պաշտոնապես հայտարարել են, որ Մարկո Ռուբիոն է գալու Հայաստան, բարի գալուստ, միշտ ուրախ ենք միջազգային հյուրերի համար, ուրախ ենք բոլորի համար, բայց չենք կարող չնկատել, որ այս եվրոպացիների այցը, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցը,
Խոշոր հաշվով նախընտրական քարոզարշավի է նմանվում։ Ալիևից սկսված լծված են Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին։ Ու դա անում են ձեզ մի հատ ուղերձ փոխանցելու համար։ Ուզում են ձեզ ասեն, որ տեսեք ինչ մարդիկ են իրա կողքը, ժողովուրդ ջան, ամեն ինչ որոշված է, վճռված է, դուք էլ շանս չունեք, ժողովուրդ, սուտ են ասում եւ սխալ են ասում։ Նույն այդ պաշտոնյաները Հունգարիա էին գնացել ընտրություններից 1 շաբաթ առաջ, աջակցում էին գործող վարչապետին, արդյունքում պարտվեց։ Ինչ է այս ամբողջի դասը մեր համար։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնա ընտրության, գնա տեղամաս, ինքը իր քվեով որոշի իր ճակատագիրը, ձևավորի իշխանություն, դրա հետ հաշվի են նստելու բոլորը։ Թրամփն էլ, Պուտինն էլ, Ալիևն էլ, Էրդողանն էլ, դուք եք որոշում ձեր ճակատագիրը, Հայաստանում է որոշվում մեր ճակատագիրը, նրանք ովքեր այսօր աջակցում են Նիկոլին, առաջինն են շնորհավորելու նոր ձևավորված իշխանությանը, դրա համար, ժողովուրդ ջան, պարզ ընտրության առաջ ենք, մի կողմից Ալիևի սրտի թեկնածուն, այդ սրտիկները ոչ մեզ է, ոչ ձեզ է, դա Ալիևին է, Ալիևի սրտի թեկնածուն, մյուս կողմից հայերը իրենց թեկնածուներով, մենք չենք կարող Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի միջև չընտրել Հայաստանը, դրա համար հունիսի 7-ին մենք ընտրում ենք, հունիսի 7-ին համար, շնորհակալություն։